Ձեզ օժտվածը դասընթացի 4-րդ դասին։ Դասը սկսելու եմ շատ սուրբ գրային խոսքերով, որոնք Պողոսն ուղղել է Հռոմի եկեղեցուն։ Հռոմեացիների 12-րդ գլխի 3-ից 6 խոսքերում գրված է. Աստծո տված արտոնությամբ եւ իշխանությամբ բոլորիդ հետեւյալ զգուշացումն եմ տալիս։ Նա պատրաստվում է զգուշացում տալ։ Մի կարծեք, թե ավելին եք, քան իրականում կաք։ Ազնվորեն գնահատեք ինքներդ ձեզ, չափեք ձեզ այն հավատքով, որ Աստված է տվել։ Այնպես, ինչպես մեր մարմիններն ունեն տարբեր մասեր եւ յուրաքանչյուր մաս ունի հատուկ գործառույթ, այդպես էլ Քրիստոսի մարմինը։ Մենք մեկ մարմնի տարբեր անդամներ ենք եւ միմյանց ենք պատկանում։ Աստված իր շնորհքով տարբեր պարգևներ է տվել որոշակի գործեր կատարելու համար։ Մենք պետք է այդ պարգևները գործածենք հավատքի այն չափով, որ Աստված տվել է մեզ։ Նոր King James թարգմանության մեջ գրված է. մենք պետք է գործածենք այդ պարգևները ըստ մեր հավատքի չափի։ Այնքան բան է պարփակված այս խոսքերում։ Սկսվում է զգուշացումով։ Զգուշացում է տրվում, որ ինքներս մեզ եւ մեր պարգևը չհամարենք ավելին, քան իրականում կանք։ Այլ կերպ ասած, կարևոր է ինքներս մեզ ազնվորեն գնահատելը, ինչպես նաեւ այն պարգևները, որոնք Աստված տվել է մեզ ներկա պահին։ Ինչու եմ շեշտում ներկա ժամանակը։ Քանի որ ինքներս մեզ չպետք է գնահատենք ըստ այն պարգևների, որոնք Աստծո խոստման համաձայն մեկ օր ունենալու ենք։ Պետք է գնահատենք այն, ինչ ներկա պահին ունենք։ Թույլ տվեք օրինակով բացատրել։ Երբ Սավուղը երիտասարդ էր մինչև Սամուելին հանդիպելը, նա ազնվորեն կարող էր ասել, որ մարգարեանալ չէր կարող, որ իր կյանքում նման պարգև չէր գործում։ Սակայն հետո նա հանդիպեց Սամուելին եւ Սամուելը փոխանցեց նրան այդ պարգևը։ Այդ պահից ի վեր ազնիվ գնահատականը կլիներ այն, որ նա ուներ մարգարեության պարգև։ Երբ ծառայում էի, երբեք չեմ մոռանա սա։ 20 տարեկան էի, երբ թողեցի ինժեների պաշտոնը Rockwell International ընկերությունում, քանի որ հովիվս եւ նրա կինը խնդրել էին, որ օգնեի իրենց եւ եկեղեցու հյուրերին անձնական կարիքները հոգալու հարցում։ Մեր եկեղեցին գրեթե 400 աշխատող ուներ, ավելի ճիշտ 400-ից ավելի վճարվող աշխատող։ Իմ պարգևը ծառայելն էր։ Հիշում եմ, թե ինչպես էին հովիվս եւ իր կինը ասում, որ զարմացած էին այն բանից, թե ինչպես էի կատարում հանձնարարությունները։ Շատ արագ կողնորոշվում էի եւ անում այնպիսի աշխատանքներ, որ նրանք չէին կարծում, թե կկարողանայի։ Այնքան էի ոգևորվում անելու ավելին, քան ինձնից սպասում էին։ Այդ ժամանակ ես արդեն գիտեի, որ կանչված էի քարոզելու ավետարանը։ Եվ ես իրականում ծնունդ տվեցի Իսմայելի։ Ինչ է Իսմայելը։ Աստված Աբրահամին եւ Սարային ասել էր. «Դուք որդի եք ունենալու»։ 10 տարի սպասելուց հետո Սարան ասաց. «Լսիր, առանց գործերի հավատքը մեռած է։ Քեզ մոտ առ սպասուհուս եւ Հագարի միջոցով ծնունդ տուր խոստացված որդուդ»։ Արդյունքում ծնվեց Իսմայելը։ Դա նրանց մարդկային փորձն էր իրականացնելու Աստծո խոստումը։ Այո, իմ կյանքի վերաբերյալ կար խոստում։ Ես գիտեի, որ կանչված էի քարոզելու, բայց փորձում էի ինքս իրականացնել դա։ Բացեցի բարեգործական կազմակերպություն, անվանեցի այն Բիվերի ծառայություն։ Մեր նշանաբանն էր աշխարհը ողողել նրա զարմանալի լույսով։ Այն քարոզը, որի մասին ավելի վաղ պատմեցի, որի ժամանակ Լիզան քնել էր, իմ առաջին 3 քարոզներից մեկն էր։ Եվ ինձ դրա համար նույնիսկ վճարում էին։ Սակայն հիշում եմ այն օրը, երբ գիտակցեցի, որ դա իմ պարգևը չէր։ Գոնե այդ պահին ես կանչված չէի քարոզելու։ Հիշում եմ, երբ վերջ դրեցի Բիվերի ծառայությանը, Աստծո խաղաղությունն ու ուրախությունը ողողեցին կյանքս։ Հիշում եմ, թե ինչպես առավոտյան արթնացա եւ նկատեցի, թե ինչ գեղեցիկ կին ունեմ։ Ինչ գեղեցիկ որդի ունեմ, որքան կապույտ է երկինքը։ Տնիցս 20 քայլ հեռավորության վրա լողավազան կա։ Նախկինում այնքան լարված էի, փորձելով ծնունդ տալ մի բանի, ինչի մեջ հավատում էի, թե Աստված կանչել էր, եւ այնքան հիասթափված էի, որ չէի կարողանում վայելել կյանքը։ Քանի որ չէի գնահատում տվյալ պահին իմ մեջ գործող պարգևը։ Հետագայում, երբ դարձա երիտասարդների հովիվ, մինչև այդ այնքան վատ քարոզիչ էի, որ կինս քնում էր քարոզիչ ժամանակ։ Երբեք չեմ մոռանա, Թիել Օսբորնը իմ հերոսներից էր։ Նա բանավոր խոսքի վարպետ էր։ Երբեք չեմ մոռանա, երբ նա մեր եկեղեցում էր, որտեղ ես ծառայում էի, եւ պատմում էր իր եւ կնոջ մեծ արշավների մասին Աֆրիկայում։ Նրանք դեպի Տերն էին առաջնորդել ավելի քան 50 միլիոն մարդու։ Բոլորս սևեռված լսում էինք։ Հիշում եմ, թե ինչպես նա գոչեց. «Վաո,
երբ պատմում էր այն մասին, թե ինչպես էր Աստված բժշկել մի հաշմանդամի, ով նախկինում երբեք չէր քայլել։ Նա ասաց, այս բառն այնքան լավն է, որ վերջից սկիզբ կարտասանեմ «Վաու», եւ ամբողջ դահլիճը ծիծաղից թուլացավ, միայն նա կարող էր այդպես խոսել։ Հիշում եմ, երբ սկսել էի իմ Իսմայելի ծառայությունը, քարոզներս մարդկանց քնեցնում էին, եւ ես փորձում էի ամեն բան անել նրանց արթուն պահելու համար։ Մեկ օր ասացի, «Վաու» բառն այնքան լավն է, որ այն կարտասանեմ վերջից սկիզբ, «Վաու», բայց ոչ ոք չծիծաղեց։ Չէի հասկանում։ Ոչ մի կերպ չէի հասկանում։ Ես օժտված չէի, քարոզներս քնեցնում էին կնոջս։ Մարդկանց բազմությանն էի քնեցնում։ Ինչ բազմություն, այն 20 հոգուն, ում քարոզում էի, քնում էին։ Սակայն երբ Աստծո պարգևը գործեց իմ կյանքում, երբ հատեցինք Ֆլորիդա նահանգի սահմանը, կինս մինչև օրս ասում է. «Դու ուրիշ մարդ դարձար, Ջոն», եւ հիշում եմ, երբ հովիվս խնդրեց ինձ, որ քարոզեմ Կիրակի առավոտյան, սրահում 2800 մարդ կար։ Նա համապատրաստից խնդրեց ինձ բարձրանալ բեմ եւ 5 րոպե քարոզել խոսքը, որ սրտումս կար։ Կինս սարսափում էր այն բանից, ինչ տեղի էր ունենալու։ Նա մտածում էր, ով ոչ, թույլ մի տվեք, որ նա «Վաու» բառը հակառակ արտասանի։ Թույլ մի տվեք, որ մարդկանց քնեցնի։ Կինս բառացիորեն դա էր մտածում, երբ ես բարձրանում էի բեմ։ Հովիվը բարձրախոսը հանձնեց ինձ։ Ես սկսեցի խոսել, եւ Աստծո հոգին թափվեց այդ վայրում։ 2800 մարդ 4 րոպե շարունակ կանգնած բղավում էին։ Ես շրջվեցի, նայեցի Հովվին։ Հետո հավանաբար բարձր ադրենալինի կամոծության կամ էլ միաժամանակ երկուսի պատճառով տերևի նման դողալով վերադարձա դեպի աթոռս։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց կինս ծառայությունից հետո։ Նա ասաց. «Ջոն, նայում էի քեզ ու մտածում, ով է փոխել ամուսնուս։ Ջոն, դու ուրիշ մարդ ես դարձել»։ Այդ պահին ես արդեն օժտված էի քարոզելու, տեղի էր ունեցել մի բան, ինչ Աստված խոստացել էր ինձ տարիներ առաջ, եւ ես գիտեի, որ դա ինչ-որ պահի իրականություն էր դառնալու։ Դա էր ճիշտ պահը, եւ այդ պահին ես գնահատում էի պարգևս ներկա ժամանակում։ Երանի, երբ օգնում էի հովիվներիս, վայելեի այդ ժամանակը եւ այդ ծառայությունը, ավելի նվիրվեի լավ ամուսին ու հայր լինելուն փոխարենը վատնելու ժամանակս, փորձելով զարգացնել բիվերի ծառայությունը։ Սա այնքան կարեւոր է։ Պողոսն ասում է. «Զգուշացնում եմ ձեզ, չեմ ցանկանում, որ վատնեք ձեր ժամանակը»։ Հռոմեացիների 12:4-ում գրված է. «Ինչպես մեր մարմիններն ունեն տարբեր մասեր եւ մասերից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը, այդպես էլ Քրիստոսի մարմինը։ Իմ մարմնի ամեն անդամ տարբեր գործառույթ է կատարում։ Մատներս կարող են անել բաներ, որոնք քիթս չի կարող անել, կամ բաներ, որ քիթս կարող է անել, իսկ ոտնաթաթերս ոչ, կամ բաներ, որ ոտնաթաթերս կարող են անել, իսկ լյարդս ոչ, կամ բաներ, որ լյարդս կարող է անել, իսկ արմունկներս ոչ։ Այսպես կարող եմ անընդհատ շարունակել։ Երջանիկ է այն մարդը, ով գիտի իր պարգևը եւ գործում է դրա համեմատ։ Թշվառ է այն մարդը, ով փորձում է գործել մեկ ուրիշի պարգևի կամ էլ ապագայում իր համար նախատեսված պարգևի համեմատ։ Նման մարդը դժբախտ է։ Գիտեմ դա, քանի որ ինքս եղել եմ այդ թշվառ վիճակում։ Հետևյալ հարցն ունեմ բոլորիս. ինչու ենք նախընտրում բեմի պարգևները։ Բեմի պարգևներ ասելով նկատի ունեմ երկրպագության առաջնորդին, ուսուցչին, ավետարանչին կամ Հովվին, ովքեր ծառայում են բեմից։ Ինչու ենք դրանք արտոնյալ համարում, երբ ասում ենք նրա կյանքի համար կոչում կա, անմիջապես պատկերացնում ենք մեկին, ով երգում կամ քարոզում է։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Կորինթացիների առաջին թղթի 12:22-ում իրականում մարմնի այն անդամները, որոնք թույլ եւ պակաս կարեւոր են թվում, ամենաանհրաժեշտն են։ Թույլ տվեք հետեւյալն ասել. ոտքերը ուշադրություն են գրավում, ճիշտ է։ Լսել եք, որ ասում են նա գեղեցիկ ոտքեր ունի կամ ամրակազմ ոտքեր ունի։ Սակայն գիտեք, որ մարդը կարող է առանց ոտքերի ապրել։ Ճանաչում եմ մի տղայի, ով ավտովթարի էր ենթարկվել ու կորցրել ոտքերից մեկը։ Այդուհանդերձ նա կարողացավ գոլֆ խաղալ։ Ավագ դպրոցում մի տղայի էի ճանաչում, ով մեկ ձեռք ուներ, սակայն գոլֆի թիմում երկրորդ լավագույն խաղացողն էր։
Նա գոլֆի ձողը մեկ ձեռքով էր թափահարում։ Հնարավոր է ապրել առանց ձեռքի, հնարավոր է ապրել առանց ոտքի, սակայն հնարավոր չէ ապրել առանց լյարդի։ Սակայն երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկը մոտենա մեկ ուրիշին ու ասի՝ «Հիասքանչ լյարդ ունես»։ Ոտքերը արժանանում են ուշադրության, իսկ լյարդը ոչ, մինչդեռ լյարդն ավելի կարևոր է։ Ինչու ենք նախապատվություն տալիս բեմին։ Ինչու, կրկին կասեմ, ինչու երբ լսում ենք, թե ինչ-որ մեկի կյանքի համար կոչում կա, մտածում ենք, թե նա երկրպագության առաջնորդ պիտի լինի, հովիվ կամ նման այլ ծառայող։ Իսկ ինչ կասեք Սթենի մասին։ Հիշում եք Սթենին առաջին դասից։ Սթենը պատկերը չէր ամբողջացրել իր մտածելակերպի պատճառով։ Մեր մտածելակերպը պետք է փոխվի։ Պատկերը շատ տխուր է։ Աստված է այս պարգևները դրել եկեղեցում, սակայն երբ ասում ենք եկեղեցի, պատկերացնում ենք 4 պատ կամ համաժողովների սրահ։ Այդպես ենք պատկերացնում եկեղեցին։ Ոչ, եկեղեցի, թույլ տվեք ձեզ համար սահմանել եկեղեցին։ Այն ծագել է հունարեն էկլեսիա բառից, որը նշանակում է կանչված մարդիկ։ Դա է եկեղեցի բառի նշանակությունը։ Դուք եկեղեցի եք, երբ շուկայում եք նույնքան, որքան եկեղեցի եք, երբ եկեղեցաշենքում եք։ Եկեղեցի եք, երբ դասասենյակում եք, երբ կառավարական շենքերում եք, երբ անում եք այն, ինչի մեջ կանչված եք։ Եվ իսկապես ցավալի է, երբ կարծում ենք, թե եկեղեցի ենք միայն այն ժամանակ, երբ մարմինը մեկտեղ է հավաքվում 4 պատերի մեջ։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Որ մենք այլ կերպ ենք մեզ պահում այդ պատերից դուրս։ Սուրբը առանձնացնում ենք աշխարհից։ Ես ձեզ համար լուր ունեմ։ Ամենն էլ սուրբ է։ Աստված ձեր մեջ է եւ ձեզ հետ է օրը 24 ժամ։ Ոչ միայն երբ եկեղեցու 4 պատերի ներսում եք, նման մտածելակերպը պետք է փոխվի։ Եկեք անկեղծ հարցադրումներ անենք։ Արդյոք մենք եկեղեցի ենք միայն այն ժամանակ, երբ հավաքված ենք շենքում։ Գիտեք ինչին է հանգեցնում նման մտածելակերպը։ Հանգեցնում է նրան, որ մարդն իրեն այլ կերպ է պահում եկեղեցաշենքում եւ այլ կերպ է եկեղեցաշենքից դուրս, այնտեղ, որտեղ կանչված է գործելու։ Ահա մեկ օրինակ։ Գնացել էի Դալլաս համաժողովի։ Մեծ համաժողով էր։ Հիշում եմ այն մարդը, ով կազմակերպել էր համաժողովը եւ հրավիրել էր ինձ քարոզելու, ասաց. «Ջոն, մի մուլտիմիլիարդեր ընկեր ունեմ։ Տարին մեկ անգամ այդ ընկերս անում է մի բան, ինչը ինքը կոչում է շրջագայություն Աստծո համար։ Իր Gulfstream 55 օդանավով շրջում է ամբողջ Միացյալ Նահանգներով, հանդիպում մի շարք ծառայողների, ում իր կարծիքով Աստված ցանկանում է, որ ինքը հանդիպի, որպեսզի նրանք ուղղորդեն իրեն բիզնեսի ոլորտում։ Հիմա էլ ցանկանում է հանդիպել քեզ, Ջոն։ Ասացի ոչ մի խնդիր, կհանդիպեմ նրա հետ։ Արդյունքում 3 ժամ միասին ճաշեցինք։ Այդ հանդիպումից հետո ցանկանում էի կրկին հանդիպել նրան, քանի որ հավատացած էի, որ ինքս էի օգուտ քաղում նրա հետ շփումից, ավելի քան նա։ Երբեք չեմ մոռանա, նա Նոր Զելանդիայից է։ Ասաց Ջոն, ես անհաջողակ գործարար էի։ Գործերս իսկապես լավ չէին։ Մեկ օր նստած էի եկեղեցում, շարունակեց նա, ու մտածում էի, ես գիտեմ, որ կանչված եմ գործարարության ոլորտում։ Իմ հովիվը բեմահարթակին կանգնած լիովին կախված է Սուրբ Հոգուց ավետարանը քարոզելու գործում։ Ինչու եմ ես բիզնես ոլորտում վարվում այնպես, ինչպես բոլորը։ Ինչու եմ ես այս հարցում աշխարհի բանաձևերով շարժվում եւ անընդհատ սայթակում եմ։ Այդ օրը հայտնություն ստացա, ասաց նա, սակայն հովիվս նույնիսկ այդ մասին չէր քարոզում։ Պարզապես սկսեցի մտածել այդ ուղղությամբ։ Արդյունքում նվիրման որոշում կայացրի։ Ասացի. Սուրբ Հոգի, եղիր իմ եւ իմ բիզնեսի ավագ գործընկերը։ Ամեն առավոտ թուղթն ու գրիչը ձեռքից գալու եմ քո առջև, որպեսզի ինձ ցուցումներ տաս։ Ջոն, Սուրբ Հոգին սկսեց խելքից դուրս բաներ ասել, որ անեմ։ Մեկ անգամ մի բան ասաց, որը նույնիսկ ծիծաղելի էր, բայց ես շարունակեցի լսել նրան։ Մի բան կար, որ պետք է 20 անգամ անեի, ասաց նա, եւ պատմեց, թե ինչի մասին էր խոսքը։ Մանրամասները հիմա չեմ ներկայացնի, արդյունքում 20 հիվանդանոց գնեցի Վիետնամում, ասաց նա։ Իսկ ինչ, եթե 30 անգամ անեի այն, ինչ նա ասել էր ինձ, հավանաբար 30 հիվանդանոց կունենայի։ Ճիշտ այնպես, ինչպես Եղիսեն ասաց թագավորին նետերն արձակիր եւ դա ծիծաղելի էր թվում, սակայն Եղիսեն ասաց. ինչու 5 կամ 6 անգամ չարձակեցիր։ Հիմա ընդամենը 3 անգամ կհաղթես թշնամիներիդ։ Նա ասաց Ջոն, ես սկսեցի անել դա եւ հիմա Սուրբ Հոգուն լսելու արդյունքում միլիարդավոր դոլարների եկամուտ ունեմ։ Հասկացա, որ Աստված օժտել էր ինձ բիզնեսի ոլորտում այդ կերպ կառուցելու Աստծո արքայությունը, եւ դա տարբերվում էր նրանից, ինչ իմ հովիվն էր անում բեմահարթակից։ Պատկերացնում եք, եթե բոլորը նման կերպ մտածեին։ Գիտեք ինչն է ապշեցնում, այն որ Հիսուսը գնում է ամբողջ աշխարհով բոլոր ազգերի մոտ եւ աշակերտներ բարձրացնում։ Նա չի հրանգում աշակերտներ բարձրացնել եկեղեցու անդամներից։ Նման բան չի ասում, այլ ասում է, որ աշակերտներ բարձրացնենք բոլոր ազգերից։
Ուզում եմ մարտահրավեր նետել ձեզ ձեր մտածելակերպին, երբ մտածում ենք ազգերի մասին, միանգամից պատկերացնում ենք Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, մտովի գնում ենք դեպի տարբեր ցեղերը, սահմանագծված երկրները, եւ դա սխալ չէ։ Ուզում եմ հստակեցնել, սա ճիշտ է, սակայն ուզում եմ իմանաք, թե որն է այն հունարեն բառը, որը թարգմանվել է որպես ազգեր։ Այդ բառը էթնոսն է, որը նշանակում է մարդկանց խումբ, որոնք ունեն որոշակի նմանություն, ընդհանուր մշակույթ կամ ավանդույթներ։ Ուստի ազգ ասելով նկատի չի առնված միայն Իրանը կամ Չինաստանը, այլև օրինակ բոդիբիլդերներ համայնքը։ Խոսքը կարող է լինել թենիսիստների մասին, օդաչուների, ուսուցիչների։ Եկեք մի փոքր ավելի խորամուխ լինենք։ Հիսուսը չի ասում գնացեք ամբողջ աշխարհով եւ աշակերտներ բարձրացրեք բոլոր ազգերի մարդկանցից։ Նա նման բան չի ասում։ Հիմա կկարդամ ճիշտ այնպես, ինչպես գրված է։ Նա ասում է. աշակերտներ բարձրացրեք բոլոր ազգերից։ Խորհեք սրա շուրջ։ Օդաչուները, բոդիբիլդերները, թենիսիստները, գոլֆ խաղացողները, աշակերտներ բարձրացրեք բոլոր ազգերից։ Լավ։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Զաքեոսը։ Նա ամբողջ տարածաշրջանի գլխավոր հարկահավաքն էր, ոչ միայն իր քաղաքի, այլև ամբողջ տարածաշրջանի։ Հարկահավաքները վարվում էին այնպես, ինչպես այս աշխարհում ընդունված էր։ Նրանք խավարի կանոններով էին գործում։ Նրանք վախեցնում էին մարդկանց, մանիպուլյացիայի էին ենթարկում նրանց։ Մարդկանցից ավելի շատ գումար էին հավաքում, քան իրական կարգն էր։ Նրանք խաբեությամբ էին դիզում իրենց համար հարստությունը։ Այս տղան հենց այդպես էլ վարվում էր։ Իսկ հետո քաղաք է մտնում Հիսուսը եւ ծառի վրա տեսնում է այդ տարածաշրջանի հարկահավաքին։ Կարճահասակ լինելու պատճառով նա բարձրացել էր ծառը, որպեսզի տեսներ Հիսուսին։ Այդքանը բավական էր։ Հիսուսն ասաց. Զաքեոս, իջիր ցած, քո տանն եմ ընտրելու։ Հիսուսը չքարոզեց Զաքեոսին։ Նա չտվեց նրան 5 կետ, ինչպես լինել առավել արդյունավետ հարկահավաքության գործում կամ ինչպես քայլել Աստծո սիրո մեջ։ Պարզապես ասաց. Զաքեոս, քո տուն եմ գալու։ Հիսուսը պարզապես հանդիպեց Զաքեոսին։ Զաքեոսը իջավ ծառից եւ ասաց. բոլոր նրանց, ում խաբել եմ, ամբողջը վերադարձնելու եմ եւ իմ կարողության կեսը տալու եմ աղքատներին։ Ինչ տեղի ունեցավ։ Այդ մարդու վարվելակերպն ամբողջությամբ փոխվեց խավարի արքայությունից դեպի Աստծո արքայություն։ Հիմա թույլ տվեք մի հարց տալ. ինչ տեղի ունեցավ տվյալ տարածաշրջանի մյուս հարկահավաքների հետ։ Եթե այս տղան սկսեց այսպես վարվել, ապա ինչ արեցին մյուսները։ Ես եղել եմ երկրներում, որտեղ երկրի ղեկավարը եւ նրան ենթարկվող պաշտոնյաները կաշառակերությամբ էին զբաղվում։ Գիտեք, որ այս ամենը տարածվում է ընդհուպ մինչև իմիգրացիոն բաժնի աշխատակիցը, ճիշտ է։ Մեկ անգամ, երբ մեկնում էի երկրից, մեր միջազգային տնօրենն ասաց. Ջոն, եթե $20 թղթադրամ չտաս, նա չի կնքի անձնագիրը։ Իսկ ընկերներիցս մեկի հետ այսպիսի դեպք է պատահել։ Նա իր ընտանիքի հետ մեկնել է մի երկիր, որտեղ իմիգրացիոն բաժնի աշխատակիցը թույլ է տվել, որ կինն ու երեխաներն անցնեն, իսկ իրեն կանգնեցրել է եւ կնիքը չի դրել, մինչեւ որ գումար տա, լավ իմանալով, որ նա կնոջն ու երեխաներին միայնակ չի թողնի։ Իսկ որտեղից է այս ամենը սկսվում։ Սկսվում է վերևից։ Ինչ է իրականում տեղի ունենում։ Այս կառավարությանը ենթակա երկրի ժողովուրդը, ինձ հետեք, հենց այդպես էլ վարվում է։ Վերադառնանք Զաքեոսին, նա խաբեությամբ էր զբաղվում։ Նրա ենթակայության ներքո գտնվողները եւս խաբեությամբ էին զբաղվում, սակայն բավական էր մեկ հանդիպումը Հիսուսի հետ եւ նա սկսեց արքայության սկզբունքներով վարվել։ Դրա արդյունքում ինչ տեղի կունենար հարկահավաքների ամբողջ համայնքի հետ։ Աստված իմ, պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Մի ընկեր ունեմ, նախկինում խաղացել է ֆուտբոլի ազգային լիգայում։ Նրա ինստագրամյան էջին հետևում է 70,000 մարդ։ Բոլոր հետևորդները բոդիբիլդերներ են։ Այնքան հաղթանդամ է ու սիրում է ինձ, զարմացած եմ թե ինչու։ Ես թենիս խաղացող նիհար տղա եմ եւ նա ինձ սիրում է, լավ, իսկ ինքը սարսափազդու է։ Մկանները այնքան զարգացած եւ ընդգծված են, որ սարսափում ես, բայց դրանով հանդերձ Աստծո մարդ է։ Գիտեք թե ինչով է նա խանդավառված, աշակերտելու բոդիբիլդերների համայնքը։ Եվ նա այդ տղաներին սովորեցնում է արքայության սկզբունքները առանց ուղղակիորեն քարոզելու։ Սովորեցնում է, թե ինչպես է վերաբերվում իր դուստրերին, ինչպես է վերաբերվում մարզասրահում մարզվող կանանց եւ տղամարդկանց։ Նա աշակերտում է բոդիբիլդերների համայնքը։ Ահա թե ինչի մասին է խոսում Հիսուսը։ Հիմա եթե եկեղեցի եք հաճախում ու մտածում, թե Աստծո պարգևները միայն եկեղեցու 4 պատերի ներսում են գործում, ապա հետո երբ գնաք մարզասրահ, այնտեղ կվարվեք այնպես, ինչպես բոլորը, փոխարենը աշակերտելու բոդիբիլդերների համայնքը։ Ահա թե ինչի համար է Աստված մեզ կանչել։ Ահա թե ինչի համար է նա պատրաստել մեզ, եւ դա ինձ այնքան է ոգևորում, նկատելի է, այնպես չէ։
Ինչ է տեղի ունենում, երբ դադարում ենք կյանքի տարբեր բնագավառներն ընկալել որպես աշխարհիկ եւ դիտարկում ենք դրանք որպես սուրբ։ Ահա թե ինչ է տեղի ունենում։ Երբ մտնում եք սենյակ, ուղակի մեջբերում եմ անում իմ բազմապատկիր Աստծուց քեզ տրված ներուժը գրքից։ Լավ, երբ մտնում եք ինչ-որ տեղ, օրինակ հիվանդասենյակ, որպես վիրաբույժ կամ բուժքույր, դասարան որպես հանրակրթական դպրոցի ուսուցիչ, գործարան որպես մեքենավար եւ այդպես շարունակ, դուք օժտված եք Սուրբը բերելու այդ միջավայր եւ այդտեղ բարձրացնելու աշակերտներ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Այլ կերպ ասած, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին ձեր մեջքին կանգնած են եւ ձեզ երկնքից տրված է իշխանություն ոչ պակաս Հիսուսի իշխանությունից, որը տեսանք Զաքեոսի եւ մյուսների կյանքերում։ Դուք կանչված եք բազմապատկելու արքայության գործը այն ոլորտում, որտեղ ազդեցություն ունեք։ Սա ծառայողական կյանքը վերածում է ամենահրաշալի արկածի։ Եվ գիտեք ինչ է տեղի ունենում, երբ հասկանում եք սա։ Սկսում եք լուրջ վերաբերվել ձեր կոչմանը, ինչպես դա արեցին օրինակ Բիլի Գրեհեմը եւ Մայր Թերեզան։ Դուք չեք ընկալի այն այնպես, ինչպես մեր պատմության բժիշկը, ով կարծում էր, թե միայն այդ մեկ շաբաթվա ընթացքում կարող էր ծառայել Աստծուն, կարգի բերելով համաժողովի դահլիճը։ Այդ բժիշկը պետք է իր աշխատավայր մտնի մտածելով. ես արքայության մարդ եմ եւ արքայությունը բերում եմ բժշկական ոլորտ։ Ազնվորեն այնքան եմ ուրախանում այս թեմայի մասին խոսելիս։ Հուսամ, որ դուք ինչ-որ արժեքավոր բան ստանում եք այս ամենից։ Հուսամ գիտակցում եք, որ արքայություն եք մտել հենց այսպիսի ժամանակների համար եւ ունեք պարգև ու կոչում։ Ձեր կյանքի համար կան պարգևներ եւ կա կոչում, որոնք փոխելու են այն ոլորտը, որտեղ գործում եք։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։